Բարի այսօր սերներ, փառք կտանք Աստծո, որ Աստված այսօր ամեզի կյանք տվավ եւ միասին սերտողությունը բինենք։ Մեր թեման է, ինչպես որ վերջերս կստերդեինք, ինչպես ուսումնասիրել Աստվածաշունչի մարգարեությունները եւ հիմա հասած ենք 12-րդ դասը, որ գսե վերջին օրերու իրադարձություններու աստարարողները։ Արդյոք ովքեր էին Սուրբ Գիրքի մեջ վերջին օրերի աստարարության իրադարձության աստարարողները։ Սկսեն առաջ աղոթենք, երկնավոր Հայր, փառաբանենք ու Սուրբ անունդ որդուն, հիանալի եւ մեծ Աստված մնես մեզի համար, որ վերջեն սկիզբեն վերջը գիտես եւ մեզի պատմած ես եւ քրած ես քու Գիրքիդ մեջ թե վերջ ինչ պիտելա։ Տեր գխնդրենք, որ հիմա մեզի իմաստություն դաս, որովհետեւ գայնանք սերդել Սուրբ Հոգիովդ մեր միտքերը բաց, մեր սիրտերը բաց, գայնանք հասկանալ քու խոսքդ, յուրացնել մեր կյանքին մեջ եւ կորզատրել մեր կյանքին մեջ հայրիմ։ Միայն լսողներ չլանք, այլև գադարողներ լանք։ Հիսուսի անունով խնդրեցի անոր թափածայրան արժանիքով, ամեն։ Մեր գարթալիք տեղն է 2 Տիմոթեոս առաջին գլուխ 7-րդ համար։ Երկրորդ Տիմոթեոս առաջին գլուխ 7-րդ համար։ Ասացի Աստված մեզի Երկչոդության հոգի չդվավ հավազորության ու սիրով եւ սկաստության, կամ ողջամտության։ Այ շնորհակալ եմ։ Ուրեմն սկիզբեն Աստված մեզի գսե որ չի վախնանք։ Սկիզբեն գսե որ Աստված մեզի երկչոդության հոգի չդվավ։ Ինչ է երկչոդությունը։ Երկչոդություն անորոշ բան է։ Անորոշ վախ վերթռնել։ Այլ ինչ տեսակ հոգի դվավ զորության, սիրո եւ ողջամտության կամ ինչեր ատտեղի համարը տարբեր թարգմանությունները տարբեր բառերը կորցատրե մեր հայերենը շատ հարուստ է ինչ է ողջամտություն Սուրբ Գիրքի մեջ ինչ կսե Okay լավ վնաս չունի ուրիշ բառը կսեր ինչ որ է Սուրբ Գիրքը մեզի գարկմը զորություն սեր եւ ըսկաստություն ողջամտությունը ըսկաստություն այսինքն մեկը ըսկաստ է ողջամիտ է ողջամիտ այսինքն չի քնանար անհոգ չէ մենք անհոգ չենք կնարալ մենք ըսկաստ պետք է լանք ըսկաստ ողջամիտ պետք է լանք եւ ուրեմն մեզի պատմություններ դրած է եւ այդ պատմությունները երկու հատ այսօր ավելի շատ պիտի սերդենք անոնց մեկ հատն է Սեդրակ Միսակ եւ Աբեդնագոյի պատմությունը ինչ էր ասոր ամենեն կարևորը որ ինչ եղան ասոնք գրագի հնոցին մեջ մտան հայ ինչու մտան եւ ինչու ելան նային կանդիկա այսօր ուրեմն անի գնա մեզի օգնել քանի որ մենք գիտենք որ Սուրբ Գիրքը մեր ներկա ժամանակվան համար ալքրված է անցյալին եղած է ներկային աբիլա եւ աբակային աբիլա երբ որ մենք նեղության մեջ ենք հասնենք այս պատմությունները մեզի ուժ գուտան եւ գզորացնեն որովհետեւ մենք այնանք սիրո մեջ կենալ եւ հավատարիմ մնալ մեր հավատքը չդգարանա այս օրինակը մեզի կփերը քաչության եւ դրամատրե ծայրահեղ դժվար հանգամանքներու մեջ միտքի խաղաղություն ունենալու բանալիները ասոնք ծայրահեղ դժվար չէ խորիր որեին գրագին արչեւ մեջը պիտի երթային կյանքիդ կսպառնար բայց ինչպես խաղաղություն ունեին իրենք ասի բինայինք Հիսուս միշտ կսե մի վախնար եւ ձեր սիրտը թող չի խռովի այսինքն թող չալ էգոծվի թուն ինքզինքդ մի գործընծներ մի խռովիր ուրեմն մենք պետք է գիտնանք նաեւ որ մարգարեություններուն ֆոկուսը գիզագետը ամենեն կարևոր թարգեթը հայերեն ամեն հայերեն բառը չի կարակլեն ուկա ամենեն կարևոր գետը Քրիստոսն է Երբ որ Քրիստոսի գնայինք, երբ որ Քրիստոսի ցերկ կբռնենք, մյուս բոլոր բաները իրեն տեղը գերտան։
Ուրեմն վերջին ժամանակներու գսեցեր սրդերը թող չի խորովին Աստծո հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Ասի որ Հիսուս մեզ կսորվեցնե, ասի միայն իր աշակերտներուն չի սորվեցնել, մեզիալ այսօր է կսորվեցնե ադիգա։ Այ ուրցև ըսված, ուրիշ կերպով ըսված, ժամանակի իրադարձությունները դժվար եւ փորձնական գլան անոնց համար ովքեր գցկտեն հավատարիմ մնալ Աստծո։ Սակայն ի վերջո մենք պետք է նայենք այդ իրադարձությունները ոչ թե վախով, այլ հույսով։ Հիմա մենք կտեսնանք մեր աշխարհային ինչ կբադահի Middle East Ասիայի մեջ անդրի հոն եղող մարդոց սիրտերը հիմա շատ քրիստոնյաներ հոն գաբրին վախով լեցված են։ Սակայն գնային Քրիստոսի, եթե Քրիստոսի գնային պետք է գիտնան, որ հույսով պետք է լեցվին։ Տանելի քիրքը Քրիստոսեն գրեթե 500-ն ավելի դարներ առաջ գրված էր եւ կշարադրե համաշխարհային պատմությունը սկսած Բաբելոնեն մինչև վերջը, մինչև Հիսուսի քալուստը։ Ասկի առաջ ասած ենք, նախ Բաբելոնը ով էր ինքը գլուխն էր, այսինքն Բաբելոն, վերջը Մարած Պարսից թագավորություն, վերջը հունական թագավորություն, վերջը հռոմեական թագավորություն, եւ հռոմեական թագավորությունը չի վերջանար։ Մինչև գուկա մատներուն ծայրը գավ եւ երգատ, իրարու խառնված, բայց չի խառնվիր։ Այսինքն հրամե։ Այո, եւ ատկե վերջը Հիսուսի քալուստը գալա։ Բայց ինչ է երգատ եւ գավը։ Ինչու համար է, ով են ասոնք։ Նաբուկոդոնոսի սարկած արձանի ոտքեր։ Այո, եւ հիմակվա շրջանին մեջ ասոնք ովքեր են Եվրոպայի երկիրները, որ գուզեն միանալ, բայց չեն միանալ։ 10 մադերը միասին են, բայց չեն միանալ։ Օրինակի համար իրանք շատ մեջ ասկային հարաբերությունները լավացնելու համար ամուսնություններ կնքեցին։ Անգլիային աղջիկներին Գերմանիային աղջիկներին Անգլիայի վայլեն ասանք ամուսնությունները որովհետեւ չգրվին միանան, բայց չեղավ։ Օրինակի համար գսե որ մինչև 2017-ը Անգլիան գոչվեր գերմանական անունով Սաքս, Կոբուլտ, Սաքս, Կոբուրգ եւ Գոթա 2017-ին երբ որ առաջին համաշխարհային պատերազմը եղավ, Անգլիան եւ Գերմանիան աչափ թշնամի են իրարու, հակառակ որ իրարու հետ խնամի էին, անունը փոխեցին եւ հիմա գոչվին իրենք Windsor-ի ընտանիք։ Փոխեցին իրենց անունը, թայրը եղած անունը։ Այսինքն օգուտ չունի, չեն գնար միախառնվել իրարու հետ, քանի որ Հիսուս Աստված անանք դրավ, պիտի խառնվին։ Կարդանք Դանիելի երկրորդ գլուխ 37-45 համարները։ Ով թակավոր, դու թակավորներու թակավոր ես, ասեցի երկրի Աստվածը քեզի թակավորություն, կարողություն, զորություն ու պատիվ տվել է։ Մարդոց որդիներուն բոլոր բնական տեղերուն մեջ դաշտի գազաններն ու երկնքի թռչունները քո ձերքը տվել է եւ անոր ամենան վրա քեզ իշխան դրել է այն ոսկի գլուխը դուն ես Նաբուկոդոնոսովն ասում չէ Այո քեզ մե յետքը ուրիշ թակավորությունը պիտի ելե քեզ մե ցած ու պղնձե ուրիշ երրորդ թակավորությունը որ բոլոր երկրին պիտի տիրե Հունաստանը Այո եւ չորրորդ թակավորությունը երկաթի պես ամուր պիտի լա ինչպես երկաթը ամեն բան շե ու կմանրե անիկալ այս ամեն բաները կոտրող երկաթին պես շելով պիտի կոտրե որովհետև ոտքերուն ու մատներուն մեկ մասը կավե ու մեկ մասը երկաթ է տեսար այն թակավորությունը պիտի բաժնվի բայց երկաթի բնութենեն ասեցի բնութենեն եվպական երկրը չեն միանալու Այո
Բայց երկաթի պնդությունը բաժին պիտի ունեն։ պիտի ունենա։ Քանզի երկաթը ամոթ կավի հետ խառնված տեսար։ Ոտքերուն մասերուն մեկ մասը երկաթ է ու մեկ մասը կավե լալը կցուսնե թե այն թակավորությունը մեկ մասի ամուր ու մեկ մասը յուրաբեկ պիտի լա։ Ըլմոտ կավին հետ երկաթը խառնված տեսնելը կցուսնե թե անոնք մարդոց սերունդներեն հետ պիտի խառնվին, բայց անոնք իրարու պիտի չփակշի, ինչպես երկաթը կավի հետ չի փակվի։ Այն թակավորություն, որերը երկնքի Աստվածը ուրիշ թակավորությունը պիտի համե, որը հավիտյան պիտի չավերվի։ Այս թակավորությունը ուրիշ ժողովուրդների պիտի չպատկանի։ Անիկա այս բոլոր թակավորությունները պիտի փշե ու պիտի հասնե ինքը հավիտյան պիտի մնա։ 45-ն էլ Թուն առանց ձերքի լեռնեն կտրած քարը տեսար եւ ատիկա երկաթը պրիձը կա արծաթը ու ոսկին փշրեց։ Մեծ Աստվածը ոսկի ասկե ետքը ինչ լալքը թակավորին դիմացուց ու երազը ճշմարիտ է եւ անոր մեկությունը վստահելի։ Այո, շնորհակալ ենք։ Եվ երբ որ մենք կթարգմանենք աս երազը թակավորություններով, ասիկա կգոչվի պատմական թարգմանություն։ Այո, այսինքն մենք պատմական ձևով կթարգմանենք։ Ինչ որ պատմությունը կցցնե, մենք այդ ձևով կթարգմանենք։ Եվ ասի շիդա կային որ ի վերջո մենք նաև կտեսնանք հայտնության մեջ, որ աս պատմությունը ինչպես մենք վերջավորության կհասնենք։ Ուրեմն Նաբուկոդոնոսորը սկիզբը ջանցավ, երեսին վրա ինգավ, թային երկրպագություն հրավ հրամայեց, որ ուրեմն ընդունեց սկիզբը, ընդունեց Դանիելին ասածը, որ ինչ պիտի բադահի իր մե վերջը։ Սակայն դեղ մգուկա, որ թագավորին սիրտին մեջը հբարդություն ելավ։ Հբարդությունը ավելի բարձր եղավ, քան թե Աստծո հանդեպ ունեցած իր հասկացողությունը։ Եվ նայենք, որ ինչ եղավ։ Երեքեն քանի համարներ գարտանք, Դանիել 3, 1, 5, 6, 8 եւ այլն, մինչեւ 12 համարը քանի համարներ գարտանք։ Նաբուկոդոնոսոր թագավորը ոսկի արձան նշի, մեր անոր պարտությունը 60 գանքուն, ուլայնությունը 6 գանքուն հրավ։ Մունետիկը պարծացային գկանչեր օ ժողովորդներ, ասկեր լեժուներ, ծեզի գսվի, երբ փողին, ծրենքին, կնարին, չուտագին, դավիղին, տիգին ու ամեն դեսակ նվակարաներուն ծայնը լսեք, Նաբուկոդոնոսոր թագավորին գանքնուցած ոսկի արձանն արջը պիտի ինակ ու երկրպագություն պիտենեք։ Ով որ չինա եւ բակունչին է նույն ժամուն փոխկաց գրագենոցի մեջ պիտի ներդրի։ Այնադեն քանի մկախտիացի մարդիկ մոտեցան հուրյաներուն վրայով անպաստանություններին եւ թագավորին ասին, ով թագավոր ավիան ողջեցիր, ով թագավոր ժաման ըրիր, որ ամեն մարդ փողին սրին չտագին դովեղին դվին եւ ամեն դեսակ նվակարանացան լսենով երկրպագություն ունեն եւ ով որ չինա երկրպագություն փոխկաց գրագենոցի մեջ ներդրի։ Քանի մերյա մարդիկ կան, որոնք Տուն Պապելոնիդ գավարին գործերոն վրա դրիր այս սերրակ միսակ եվապետնակովը այս մարդիկը կեզի պայն դեր չեն տներ որդակավոր կասվածները չեն բաշտեր և ոսկի արցանք երկբակին չեներ։ Շնորհակալ եմ։ Երբ որ բոլոր արցանը մեկ կդոր ոսկի եղավ, ասի ինչ կնշանակե։ Ինչ կուզե թագավորը հասկացնել ժողովրդին։ Չէ որ երազին մեջը միայն գլուխն էր ոսկի, բայց ինքը արցան մշինեց որ բոլորը ոսկի է։ Ինչ կուզե էսել թագավորը։ Ես գլավոր թագավոր եմ։
Այսինքն անհնազանդությունը Աստծո լուրին կառուցել հագարակ թիրք մբռնեց անհնազանդ լալով Աստծո, ասա որ չէ, ես պիտի շարունակեմ, ես պիտի լամ մինչև ծայրը, աշխարհի մինչև վերջ ես պիտի թակավորեմ։ Երազի մեջ։ Ով գնա Աստծո հագարակ կենալ, ոչ մեկը չի գնալ գնալ։ Ուրեմն աս մասին մեջը մենք կտեսնանք որ Նաբուքոդոնոսորի բնավորություն եւ Արուսյագի, այսինքն Սատանայի Թերսատանա չեղած բնավորությունը իրարու կնմանին հավակնոտ, մեծամիտ, բավական հբարտ, որովհետեւ բացահայտ ըմբոսանա Աստծո իշխանության թեմ։ Եվ մեր մեջ տան մարդիկ կան, կամ գլան, երբեմն մեր մեջ նույնիսկ ըմբոստությունը գուքա, ու շատերը լանք, որ մենք Սատանայի քիչ առաջ քարոզի մեջ էինք, մեր արգաչին կփսփսա, որովհետեւ մենք ինանք այդ ըմբոստության մեջ։ Ուրեմն մենք ամեն օր ուշադիր պետք է լանք, ամեն օր ուշադիր, ոչ թե այսօր եղավ, մեկ շաբաթ պետք չի գա։ 17 եւ 18 համարները Ամեն պաշտած Աստվածը մեզ փոփոխած գրագինոցեն ազատելու կարող է կուցերկել ամենս բիդի ազատ ով տակավոր։ Այո։ Այսպես հայտնի լա ով տակավոր մենք ու Աստվածները պետք չի ճաշտենք եւ ոսկե արցանի դերგვարտում պետք չնենք։ Ուրեմն այս ամբողջ ժողովրդի մեջ հազարավոր ժողովուրդներու մեջ ամենը եկան որովհետեւ հրամանը կատարվի եւ ամենը եւ շատ բարձր էր ես շիդագը չեմ նայած 60 գանկոնը հիմա որ նայենք մետրով կամ ինչով որ չափ մեծ էր, շատ մեծ էր, այդ չափ մեծ էր, որ ամեն կողմը կտեսնվեր այդ արցանը, ամեն ադոր երկրպագություն բինային, արցային երկրպագությունները կշարունակի որ թակավորին երկրպագություն բինեն, քանի թակավորի հրամանն էր անի, կա թակավորը կներկայացներ այդ արցանը։ Եվ գտնվեցավ այս ամեն մեջ 3 հոգի, միայն։ Այո։ Ասին որ մենք պիտի չնենք։ Եվ ինչ եղավ, ամիջապես փամփասանք։ Փամփասանքը կնաս թակավորական չհասավ, որ աս հрьяները, աս հավատացյալները որ շաբաթը կբահեն։ Ասոն քեզի չեն մտի գներ։ Ինչ եղավ թակավորը փարգացավ։ Ասա որ ցեզի հնոցը բինեդեմ։ Մեկ անգամ թեր երաշտությունը թողնվակվի, մեկ անգամ թեր փորձ մանենք, որ դուք նայենք պիտի գայնակ հնազանդիլ, այսինքն շանս մդամ ցեզի, առիթ մդամ ցեզի, գայլե միտքենիդ կփոխեք։ Սկիզբը երբեմն հավատքի մեջ, երբ որ սխալ պիտի լա, ոչ կսես, սխալը պիտի չնեմ։ Վերջը քիչ մի ժամանակ անցնելն վերջը, կսկսի Սատանան միտքիդ ագանչիդ խոսիլ, ամա ինչ կլա։ Ինչ կլա, մեկ սխալ մնե, ով պիտի տեսնալ, ինչ պիտի լա, Աստված կները։ Այո, Աստված կները, բայց ատեսակ, երբ որ հագարակ ըմբոստության հոգի ունիս, ուրիշ տեմը գսե որ ուշադիր դեղի որ վիզը չխստացնես, մեկ անգամ են կգդրվի։ Գնային օրինակի համար գոշիկին գաբերը կգաբեն գորսելով ձրային, չէ։ Համը գնային անել, որպեսզի ազատեին հնոցեն։ Բայց ինչսին, ասի շատ կարևոր է որ մենք մեր կյանքին յուրացնենք։ Մեր բաշտած Աստվածը մեզ փոփոխած կրակի հնոցին ազատելու կարող է։ Կուցերքե դալ մեզի պիտի ազատե ով թակավոր։ Բայց քեզի հայտնի ըլա, որ մենք ու Աստվածներ պիտի ճաշտենք, ուրիշ տեղ մենք գսե որ եթե նույնիսկ Աստված քու գսե քեզի պատասխան դալու հարկավորություն չունենք։ Ինչ ալլա գսե քու Աստվածներ պիտի ճաշտենք ու ոսկե արցան դիրքբաղություն պիտի չնենք։ Ուրեմն մեզի ինչ կսորվենք մենք ատկե։ Երբ որ դու Աստծո խոսքը տեսար, լսեցիր, սորվեցար, հասկացար եւ ընդունեցիր սիրտիդ մեջը, աղոթե որ ադիգա հաստատ մնա եւ երբեք չխախտիս, չխանգարվես։ Երբ որ դժվարության կհասնես, Աստծո խոսքը գարտա, Աստված քեզի քու ճամփատ ինչպես պիտի քալես, քեզի գարաշնորթե։ Եվ իրենք աստ վտանգավոր իրավիճակեն չուզեցին ելնել իրենց ցերկովը։ Հիսուսը սա որ եթե քիչ բանի մեջ հավատալի մեզ, քեզի այո, բայց շատ բաներով վրա պիտենեմ։ Մենք բզդիկ բանի մեջ հավատալիմ երբ որ գլանք, մեր բնավորությունը երեխան բզդիկ տարերեն կսորվի գարտալը։ Երբ որ մենք բզդիկ բաներու մեջ հավատալիմ գլանք, բզդիկ սուտ չենք խոսիր, բզդիկ փողություն չենք աներ,
Բզդիկ ուրիշին ունեցվածքին ատ չենք տնգեր։ Աստծո օրենքը կբահենք, Տերը կսիրենք։ Բզդիկ բաներու մեջ անոնք կմեզնան մեր կյանքի մեջ մենք կզորանանք եւ կհաստատվենք Աստծո խոսքին մեջը։ Գիտեք, որ հայտնության մեջ կա նաեւ ուրիշ պատկերը, Քազանի պատկերը։ Եվ ինչ կսե, բոլորը պիտի կան անոր երկրպագություն բիտնեն եւ ով որ երկրպագությունն է հոնալ մեռնել մգա։ Այսքան աշխարհի վերջը, վերջավորությունը, որ մեր ապրած ժամանակաշրջանին մեջ մենք կսկսենք կտեսնանք որ այլևս որ կշարժվի, շարժումը գա, նույն մահվան սպանալիք ունենք։ Անոր իշխանություն դրվեցավ Քազանի պատկերուն շունչ տալով, որբեսի պատկերը խոսի եւ կործե, իսկ ովքեր Քազանի պատկերին չեր գրբակեցան, սպաննվին։ Ինչպես անոնք հնոցի մեջ մտան, մենք անեղության մեջ կրնանք ինալ, մինչև մահվան, արդյոք ինչ պիտի լա մեր թիրքը։ Այդ հալածանքները միայն հոն չէր, ամբողջ աստղերու ընթացքում հալածանքներ եղան, մարդիկ խարույկներու վրա այրեցան, ինչպես եղավ իրենց թիրքը, հաստատ եւ հավատարիմ մնալ Աստծո խոսքին։ Ուրեմն Աստծո ժողովուրդը պետք է երկրպագե երկինք ու երկիրը, ծովը եւ ջուրերու աղբյուրները ստեղծողին, ասի գսե 4-րդ պատվիրանքը։ Եվ վերջը գսե որ անոր Աստված 6 օրվա մեջ ստեղծեց աշխարհը եւ 7-րդը հանգիստ դրավ։ Եվ ինչու համար մենք այսօր ասիգա գխոսենք, քանի որ Աստված այսօր մեզի տվավ, ասա որ քացեք, աշակերտեցեք, սորվեցուցեք, մգրդեցեք բոլոր աշխարհը իրեն խոսքը։ Ոչ թե man-made կսեն մարդու շինած բաներ, այլ Աստծո խոսքը։ Եվ Թուրայի թաշտին մեջ տեղ ունեցածը մինչև հիմա այլ համայն աշխարհի վրա կրնա գադարվի հագատրություն արարչի, որովհետեւ Քազանի պատկերը երկբակելու կոչելա։ Նույնը սկզբունքն է Հռոմեացիս 1:18-ն, գարտանք Հռոմեացիս 1 մեկը չունի ալիգարարձը։ Հա, բացել ես նրա։ 203 էջն է։ Հռոմեացիս 1:18-ն 25։ Տանզի Աստծո հարգությունը երկինքին հայտնվի մատոց, որ ամբարշությանը եւ անիրավությանը վրա, որոնք ճշմարտությունը անիրավության բռների են։ Ասենց ինչ որ Աստծո մասին պետք է գիտնալ, իրենց մեջ հայտնի է, որովհետեւ Աստված անոնց հայտնեց աներևույթ բաները աշխարհի սկիզբեն ստեղծվածներով դիմացվի։ Դեսնի այսինքն իր մշտությունավոր զորությունը ու աստվածությունը որբեսի անպատասխանին մնան։ Եվ իրենք Աստված կգաջանային, բայց Աստծո պես չփարավորեցին, բայց Աստծո պես չփարավորեցին կամ շնորհակալ չեղան, ապա իրենց խորհուրդներուն մեջ ունայնացան եւ սրտներուն անօդությունով խավարեցան։ Ամեն։ Աստված մեզի սկիզբեն իր տված է։ Մենք ամեն սկիզբեն գսե որ տվավ։ Եվ Աստծո փառությունը ի վերջո անիրավ մարդոց վրա պիտի թափվի։ Ամեն։ Քանի որ Աստված ճանցան, բայց Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան։ Երբ որ շնորհակալ գլանք, Աստծո փրկությունը մեր վրա գուկա։ Փրկության ճամփուն մեջ գլանք։ Չփառավորեցին շնորհակալ իրենց խորհուրդներուն մեջ ունայնացան եւ սրտերուն անմտությունով խավարեցան։ Ինչպես պետք է ասասկզբունքը, որ մեր մեջ դա գնա դրսևորվի, ի վերջո մեր հավատարմությունը ինչպես կրնանք մենք Աստծո հանդեպ մնալ, պահել։ Երկրպագը չի նշանակել անպայման խոնարհվել եւ խունդ մատուցանել, թեև այդպես էլ գնա լալ, մենք երկրպագենք այն ամեն ինչին մեծապես հավատարիմ ենք։ Երբ որ բանի հավատարիմ ես, ադիկա երկրպագես։ Մենք հատ մտածենք մեր կյանքի մեջ մենք ինչ ունենք որ հավատարիմ ենք։ Եթե գխորենք թե Աստված մեր արարիչն է, այն արարել է մեզ Հիսուսի շնորհիվ, այն նաև մեր փրկիչն է, իհարկե միայն անոր պետք է երկրպագել։ Ցանկացած այլ բան գրաբաշխություն է։ Հավանաբար այս միտքը գոկն է բացել Հիսուսի հանդեպ խիստ խոսքերը, ով որ ինձի հետ չէ, ինձի հագարակ է, ով ինձի հետ չի հավաքեր, գծրվե։ Եթե մենք Քրիստոսի հետ չենք, հագարակ ենք իրեն։ Ուրիշ ճամփա չի գա, մեկ երկու հատ է ճամփան։
Երրորդը չի գա, մեջտեղը չի գա։ Ոսկե միջին չունի։ Նե։ Վաղ եկեղեցու հալածանքը առաջին տարին մեջ թյուրին չէր, հեշտ չէր առաջին տարի քրիստոնյա համար կյանքը, անոնք ադելության արժանացան իրենց կրոնագիստներն, այսինքն քահանաներն, իրենց կրոնքի նույն մարդոցմե իրենց ադեցին իրենց։ Անոնք ոչ միայն իրենց ժողովուրդն հрьяաներն, այլև հռոմեական հեթանոսներուն զայրույթն իրենց վրա թափվեցավ։ Կսե երկրի ու թժողքի ուժերը դուրս ելան Քրիստոսի թեմ հանցից անոր հետևորդներու։ Հեթանոսները կանխասկեին, որ եթե Աբեդարանը հաղթանակե, իրենց տաճարները եւ զոհասեղանները գոչնչացվին։ Ուստի հավաքեցին իրենց ուժերը վերջ դնելու քրիստոնեությանը, փրկվեցան հալածանքի հրթեհները։ Ասիկա Էլեն Ուայթի մեծ պայքար քիրքեն գրված է H39-ը։ Եթե պատմությունը ասի գսորվեցնե մեզի, որ ինչպես Ներոնը վախցավ, որ իրեն քրիստոնյաները առաջ կերտան, ամենը գրագի վրա որպես չահ վառեց մարդոցը։ Եվ վերջն ասա, որ քրիստոնյաները վառեցին Հռոմը։ Կորս կառաքելոց 12 մեգեն 17 գարտանք։ Կորս կառաքելոց 12-րդ գլուխ մեգեն 17-ը։ Այն ադեն Հերովտես թագավորը սկսավ եկեղեցին մեկ կանիները չարչարել։ Հովհաննեսին եղբայրը Հակոբոսը սրովը սպանեց։ Այո։ Դեսներով, որ հարգանելուն հաջելի է, Պետրոսն ալպրնեց պարարչակերած օրն է, երբ անիկը ալպրնեց անոր Երբ տանիկը բռնեց, բանտը տրավ և 4 գարկ չորսական զինվորներ հանձնեց, որպեսզի բահեն և գուզեր զարկեն հետո ժողովուրդին հանել զանիկը։ Պետրոս փանդին մեջ բահված էր, բայց եկեղեցին անտատար աղոթք կներ Աստծո անոր համար։ Այո։ Հերովտես կուզեր զանիկը հաջորդ օրը դուրս բերել, բայց այն գիշեր Պետրոս երկու զինվորներու մեջտեղ կնանար գրկին շղթաներով գաբված բահակները տրանը արջև փանդին գհսկեին։ Հանգարտ բերոջը հրեշտակը եկավ, կովը կայնեցավ։ Դանը մեջ լույս մծակեցավ, հրեշտակը Պետրոսին գողքը կտելով արտոնցուկ ծանիկան ու վսակ։ Շուտով ելիր շղթաները անոր ձերքեն բարինկան։ Հրեշտակը ըսավ անոր։ Կոդիտ կապե ու հողատապը հակիր, անիկը ալ անջես կրավ, հրեշտակը ըսավ անոր, հանտերտներ վրատ ար ու երկուր ին ետևես, անալ ելելով անոր ետևեն գերտար, բայց չեր գիտեր թե այն հրեշտակին ըրածը իրական է հավակ գարձեր թե դեսիկ կդեսնեք, երբ անոնք առաջին ու երկրորդ բահակներեն անցան, եկան մինչև երկատե թուրը, որ քաղաքին մեջ կհաներ իր բացվեցավ։ Անգե ելնելով փողոց անցան, հրեշտակն ալ իսկուն անգե զարկվեցավ։ Պետրոս ինքին գալով ըսավ. Հիմա ճշմարիտ գիտեմ թե դերը իր հրեշտակը ղրկեց եւ ազատեց զիս Հերովտոսին ցերկեն, որից ժողովուրդին բոլոր ակնկալությունեն։ Այսպես մտածելով գնաց Մարկոս ըսված Հովհաննեսին մորը Մարիամին դունը ու շատեր հավաքված աղոթք կնեին, երբ տանը տուրը զարգավ հրելով աղախին մկնած ագանջ տնելու։ Պետրոսին ցայնը ջանցավ, ուրախութենեն տուրը չբացավ, բայց ներս բացելով հայտնեց։ Պետրոս տրան արջև գայներ էր, իսկ անոնք ըսին անոր, խնդրեցեք ես բայց գվնտեր անոր, որ կսեին, անոր հրեշտակը պիտի ըլլա, սակայն Պետրոս անտատար գզարներ ու երբ բացին զինք տեսնելով ապշեցան, բայց անիկը ցերկով նշանըրավ անոնց, որ լուր գենան ու պատմեց անոնց, թե ինչպես դերը զինք պանդեն հանել և ըսավ, ասիկը Հակոբոսին
ու եղբայրներուն պատմեցեք։ Այո։ Ինչ եղավ, ինչ ելավ ուրիշ դեր գնաց։ Այո, շնորհակալ եմ։ Ուրիշ դեր գնաց, արդյոք մեծ խրովություն ցակեցալ զինվորներուն մեջ, թե արդյոք ինչ եղավ Պետրոսը։ Այո։ Եվ տեսալ, երբ ուզեց Զանիկը ու չկտավ, բաղները հարցուկորց ընելով հրաման արավ, որ սպաննվին։ Պետրոս Հերովտեսին Հրեաստանեն Գեսարիա կնաց։ Գեսարիա կնաց ու հոն գեցավ։ Այո, շնորհակալ եմ։ Հիմա Պետրոսի կյանքին մեջ շատ քեշ ադենը եղավ։ Իրեն ընկերը Հակոբոսը բռնեց Հերովտես եւ սպանեց, քխադեց։ Պետրոսն ալ բռնեց, ասա որ դոնեն հաջորդ օրը անորաբիտ քխադե, քանի որ լավ երևցավ։ Այսինքն հավատացյալներուն քեշություն ընելով ուրիշները գուրախանան։ Մեզիալ երբեմն քեշություն երբ որ գլա, գսեն դեսար աստծո հավատաց։ Ինչ որեն է։ Եվ ուրեմն իրեն ամենեն դժվար ժամանակին մեջը ինքը հանգիստ քնացել է։ Ամենեն վատ քիշերն է ինքը քնացել է, աչա որ հեշտակը պետք է կողը խթեր եւ չեր հավատալ, երբ որ ելավ Աստված իրեն ազատեց։ Գնաց հավաքատեղին, անոնք զարմացան, գաղոթեին, իրեն համար գաղոթեին։ Հիմա ինչու համար մենք երբեմն գաղոթենք եւ եթե պատասխանական է կզարմանանք։ Ինչ էսակ հավատքի ադիգա։ Երբ որ գաղոթես հավատա որ պիտի առնես ինչ մասին որ գաղոթես որ Աստված իրականության մեջ մեզի պատասխանե։ Հավատացին ոմանք փրկվեցան, մյուսները սպանվեցան, նույնը դերգրան նաև վերջին ժամանակը մոտենալ են։ Նույնիսկ Պետրոսը այդ ժամանակ ազատվեցավ, բայց ի վերջո մահացավ։ Հիսուս իրեն ասավ, ճշմարիտ կսեմ քեզ, երբ որ երիտասարդ էիր, տուն քոդիդ կգաբեիր, ուզաստեղդ կերտայիր, բայց երբ որ ժամանակը կա, երբ որ ծերանաս, ցերքեդ պիտ բարձրացնես, այսքան պիտի հանձնվես ուրիշը քեզ իրեն ուզաստեղը, քուչուզած տեղդ պիտանի։ Ասիկա ասավ թե ինչ տեսակ մահով գսե պիտի բերնի, բայց եւ Հիսուս կսե իրեն եկուր իմ յետևես։ Հագարակ որ դժվարության պիտի հանդիպի, հագարակ որ պիտի սպաննվի, թեր Հիսուսի յետևեն պիտի երթա։ Երևակայեցեք, մենք պետք է հաստատ հասկանանք, որու կհավատանք, որ նույնիսկ մահվան շուքին մեջ Հիսուսի հետևինք, ասի է կարևորը։ Նույնիսկ մահվան սպանայքը պետք չէ մեզի ետ պահե դերոջը հետևել են։ Պետրոսի թրվակը մեզի ասիկա գքաչալեր է։ Տարիները գանցնին, ի վերջո մահվան հրամանակիր գլա, կազանի թրոշմի բարդացրում պիտի ալլա, թեր դեղի չէ ունեցած, սակայն գասկասներ կան, նույնիսկ թերահավատություն կառաջացնեն, քանի որ գուշանա, ներառյալ թե ինչպես շաբաթ եւ գիրագին գնան առանցքային ըլլալ վերջին պայքարի մեջ։ Այսինքն մեկ օր է դարբերությունը, այսօր դերը կբաշխտես, թե որ վաղ դերը կբաշխտես։ Բայց ադոր մեջ նույնիսկ մեր հավատարիմ ըլլալը կարևոր է։ Հայտնանքիր կբարձ կսե, որ մենք կամ արարիչը կբաշխտենք, կամ քազանը եւ անոր պատկերը։ Եթե քիտնանք, ուրդեղ են եկավ, չէ որ շատ սդախոստություն կա եւ դիսիվը ինչ կսեն խապեփայությունը աչափ շատ է, որ մարդիկ հավատացած են խապեփայության եւ անիկա ճշմարտի պես կընդունին։ Ուրեմն պետք է զարմանանք, որ առաջին երկրպագելու հարցին մեջ շաբաթը կենտրոնական թեր պիտի խաղա։ Բացի այդ պատահական չէ, որ Կազանի իշխանությունը նույն իշխանությունն է, որ շաբաթի պատվիրանքը Աստվածաշնչի օրվանե փոխած է գիրագի, որ Աստվածը որևէ բացառություն կամ ճշմարիտ հիմք չունի։ Եվ ադիա նույն հռոմեական գայսրության շարավիղն է, նույն երգաթն է, որ վերջավորությունը ինչպես որ փոխեց 326 թվականին նույնն ամիտ բարդատրե եւ մենք ադոր մեջը սկսած ենք արդեն քայլելու։ Ուրեմն հարցումը գա ներողություն աստեղը կստարակելոց հայտնություն ով ունի հայտնություն 3 11-17 Ես ունեմ։ Այո Ուրեմն Կազան մտեսա, որ երկինքեն գելեր ու Կարնուգի նման երկու եղջերու ուներ։ Երկրեն գելներ Եղջերու ուներ ու իր խոսքերը վիշապի պես։ Առաջին Կազանին իշխանությունը օգտագործեր անոր արժև ու երկիրը եւ անոր բոլոր բնակիչները կստիվեր։
ու երկրպագություն գնային առաջին կազանին, որուն մահացու բերքի առողջացավ։ Ու մեծ նշանները գնային ու մինչև անգամ երկինքի գրագեն իջեցնեին։ Երկրի վրա մարդոց արջև, երկրի վրա բնակողներուն գմոլորեցներ։ Անոր նշանները ու իր ցերքին դրված ու կազանին արջևը ընդունելու երկրին բնակիչներուն կսեր, ով բորնիկներ գշինեին, որ պատկերը շինեն, պատկեր գշինեին, ու կազանին, որ սուրով վիրավորված էին, առողջացավ, եւ իշխանությունը դրվեցավ անոր, որ կազանին պատկերին հոգին դա, որբեսի կազանին պատկերին խոսքը եւ որ կազանին պատկերին երկրպագություն գնեին, չնե, բակություն չնեին զանոնք, զանիգա սպանել դա։ զանիգա սպանելու դա։ Անգստիբեր բոլորովին, այսինքն բզդիկներեն ու մեծերուն, հարուստներուն ու աղքատներուն, Ազատները եւ ծառաները ու իրենց աջ ցերքին վրա կամ իրենց ճակատներուն վրա թրոշմ գտնեին, որբեսի մեկը չգնա գալ, քնել կամ ծախել, կամ ծախել, անոր միայն ան որ ուներ որոշ թրոշմը կամ կազանին անունը կամ անոր անունը թիվը։ Այ շնորհակալ եմ։ Աչափ միայն։ 18 կամ Չէ։ Եվ ուրիշ հրեշտակ մը տեսա, որ գտրճեր ինքի մեջ եւ ուներ հավիտենական ավետիսը։ Ուրեմն հաստեղը տեսնանք, որ կազան մը գա շատ հետաքրքիր է, նշաններ գներ, մինչև անգամ երեքեն գրակ իջեցներ։ Այսինքն երկրի վրա փնոյ գմոլորեցնել, տեսնանք ու ինչպես է մոլորեցնելը։ Կշփոթեցնել։ Եթե մենք Սուրբ Գիրքը լավ չի գիտենք, եթե մենք չգնանք վստահիլ, վրան հենվիլ, անոր surrender վստահիլ իրեն վրա վստահիլ Սուրբ Գիրքին վստահիլ հենվիլ գնանք մոլորիլ կայ որ անանք նշաններ գնե որ ամեն նշանները դեպի երթան այսօր կնա եկեղեցին որ նշաններ ունի լեցուն են դե մեկնա եկեղեցին որ ասո խոսքը մաքուր անխարտախ կխոսին հոն շատ քիչ են հետաքրքիր չէ իրենց բայց վերջավորությունը ուշադիր լանք կմոլորեցնել նշաններով եւ գսե որ գստիբե բոլորը Հիսուս երբեք չստիբեր Հիսուս քեզի միայն գանչե Եգուր ինձի ես քեզի կփրկեմ բայց կազանը գստիբե բզդիկները մեծերը ազատները աղքատները հարուստները ծառաները դերերը ամենը որ իրենց ճագանի վրա այսինքն իրենց միտքը փոխեն որ միտքը փոխեն եւ այս ամենը վերջը գսե որ ասոր հագարակ ուրիշ հրեշտակ մգա որ գթռի եւ գսե անմեծ ցայնով գսեր աստծո մե վախցեք ու փառք տվեք անոր վասե անոր Թադաստանի ժամը եկավ ու երկրպագություն եք անոր որ ստեղծեց երկինքը երգիրը ծովը իջուրեր աղբյուրները որ մեկ պատվիրանքին մեջ ասիկա գակրված 4-րդ պատվիրանքը որ Աստված է մեզի ստեղծողը Աստված է աս երգիրը ստեղծողը եւ շարունակությունը գսե որ 6 օր աշխատեցավ 7-րդ օրը հանգիստ էր ուրեմն 7-րդ օրը սրբեց ասի Աստծո նշանն է եւ իրեն գնիքն է ուրեմն հագարակ կազանին եւ մեկը գնացել որ ուրեմն մեկ օրվա համար մարդ պիտի մերցնե կազանը գսեք որ պիտի մերցնե Մատթեոս 10-րդ գլխին մեջը ինչպես արձագանքեցին կրոնական առաջնորդները եւ շաբաթ օրը Հիսուսը բժշկեց ցերկը չորցած մարդուն Ինչ էր Հիսուսին ինչ ուզեցին անել Ինչու շաբաթ օրը բժշկություն գնացին Այո իսկ փարսեց բայց Աստծո պատվիրանքի մեջ է բժշկություն միներ չսերգոր Սուրբ պահեգը սերգոր Գիտիր որ ես եմ քո Աստվածը Իսկ փարսեցը դուրս ելան եւ անոր թեմ խորհրդացան ինչպես անոր գորստյան մատնեն այսքան մերցնեն Եթե Հիսուսը գուզեն որ մերցներ շաբաթ օրվան համար մեզի բիճուզեն մերցներ շաբաթ օրվան համար մահ 7-րդ օրվա շաբաթի պատճառով Հովանես 15-րդ գլխի մեջ գսե 7-րդ օրը մեկ այլ հրաշքով բժշկությունից վերջը հрьяաներ առաջնորդներ Հիսուսը գհալածեին եւ գուզեն անորը սպանել որ շաբաթ օրը գներ այդ բանը
Մահ ընդեմ 7-րդ օրվա շաբաթի մարդկային ավանդույթի պատճառով։ Գիրագյոր մարդու ավանդույթն է։ Այո, անոր թրած օրենքն է։ Անիգա մինչև 5-6-րդ տարը հայերը թեր չունեն իրենց մեջ։ Եվ մինչև հիմա թեր եկեղեցին գսե որ շաբաթի հարցը չէ լուծված։ Չի լուծվիր, քանի որ շաբաթը գա եւ գմնա մինչև հավիդենական։ Եսայի վերջին գլուխը հրամ է։ Հավիտենական ուխտ է։ Այո, հավիդենական ուխտ է։ Այո։ Եվ Աստվածաշունչը եւ ոյ մեկտեղ չի գրեր։ Արդյոք մեկը մերնել են վերջը գդակը գնա փոխվել։ Չէ, գդակը կփոխես մերնելն առաջ։ Մեկը երբ որ մեռավ, անոր գդակը չի փոխվել։ Հիսուս ինքը շաբաթօրը հանգստացավ եւ մերնելն վերջը գդակը չի փոխվել այլևս։ Հիսուսի խոսքը չի փոխվել։ Քանի որ գիրագի վերջը ինքն է, այո։ Թե Հիսուսի հետ կապված կոնկրետ խնդիրը նույնը չէ, հոս իր վերջին իրադարձությունների մեջ այն բավական մոտ խնդիր է մարդկային օրենք ընդդեմ Աստծո օրենքի եւ երկու թեփքի մեջ վիճակվող օրենքը կենտրոնանա Աստվածաշունչի շաբաթի շուրջը։ Հրամ է։ Ինչ Աստված անփոփոխ է։ Այո։ Երբ որ ինքը իր մադովը կարին վրա գրեց, ովևէ մեկը ոչ աշխարհի վրա, ոչ երկինքի մեջ ադիգա չի գրապ։ Այո։ Ադի ամենան հստակ բանն է, ստորակությունն է, քրությունն է, որ Աստծո մադովը գրված է, ոչ մարգարեին ասված է որ գրե, ոչ ասորը ասված է որ գրե, ոչ տանի ասված է որ գրե, ինքը իր մադովը գրեց եւ դրա։ Ադիգը նշանակե որ այդ քրությունը որ իմ Աստվածը գրեց, որ անփոփոխ է, ադիգա չի փոխվի, ադիգյանը սավիրենի չի փոխվի։ Ամեն, այո։ Բնականներում մեջ ամիսներ փոխվեցան, սակայն շաբաթը չփոխվեցավ։ Այո։ Եվ կարծեմ գարցն երկիրներ ամիսեն ավելի շաբաթի կհետևին, այսինքն 52 շաբաթ է որ։ Հա, այո, այո, շիրագի։ Ամիսի չեն հետևի շաբաթի կհետևին։ Այո, շաբաթ, այո։ Ջարում է շաբաթ։ Ուրեմն շաբաթը բրձելու եւ կամ շաբաթը բահելու մեջ աստեղը մեծ գրիվ կամ նույնիսկ մարտասպանության նույնիսկ մեկը մերցնելու պատճառ գելը Ամիսը չեն գրեր շաբաթը։ մերնել աստծո բադվինայի մեկու պատճառով ինչպես կրնա մեկը այո ինչպես կրնա մեկը որևէ մեկը փորձել հեշտությամբ արդարացնել իր փախուստը ասկե մեկը գնա ինքնին արդարացնել փախելու համար բայց նայեցեք մեր օրինակը Սուրբ Գիրքն է մեր օրինակը Քրիստոսինքն է Քրիստոսինքը չփախավ շաբաթին համար նայ Մատթեոս 12:9-14-ին մեջը Ձեզ մի ով մարդ կա գսե ոչխար մնա անիգա շաբաթօրը փոսը ինա չի բռներ ու վեր հաներ զանիգա այդ որչափ ավելի մարդը ոչխարեն ավելի է ուրեմն շաբաթօրը փալի կորձել արժան է Հիսուս ո՞ր մեկ ձևով չչրեց շաբաթը կամ նույնիսկ ինքը երբ որ մեռավ շաբաթօրը հանգիստ երավ Եվ մարդուն ասավ երկնցուր ցերկը ու իր փայսեսը դուրս ելով անով վրա խորտ կեն չպե անիգա գործընծնեն Մեզի պիտի ուզենք գործել, արդյոք մենք պիտի գայնանք հաստատ կենալ, ինչպես այդ երեք երիտասարդները հաստատ կեցան և գրագի հնոցը կացին, գրնային, կոշիկնին գաբեին, կամ պամանեին։ Եթե ազգեր ու լեզուները նկատի առնես, միան արաբերենն է, որ ճիշտը կխոսի, լըհադ, այսինքն մեկ, սնեն, սելեսը, օրվա, ժամա, ոսել, գրծանց կտներ, իսկ միս լեզուները հայերեն են պրնեն, մինչև հունարենը, իդալերենը, սանդը գիրագի որ գրագի որ սել է, այսինքն փոխած են, իրենք փոխած են։ Միայն արաբերենն է, որ հստակ մնացած է։ Այո, բայց Սուրբ Գիրքին մենք, այո։ Գիրագի երկուշապի, գիրագին ախատ կսեն, այսին առաջին օրն է։ Բայց Աստվածաշունչին նայելով մենք մեկ շաբթի գսենք։ Մեր Գիրքն է մեկ շաբթի են գսենք։ Այո։ Ժողովուրդը քանի որ այո Okay հիմա ասի վերջացնենք սրա Լիտվանան երկու շաբթի օր ունեք սկսել Ամերիկան եւ գիրագորունեք օրացույցը Գարկմը երկիներ գա որ կամ գարկմը օրացույցներ գա որ փոխած են երկու շաբթի են սկսի շաբաթը բայց ընդհանուրը գիրագի են սկսի շաբաթը
Այո, մեկ շաբթի են սկսի շաբաթը եւ շաբաթը գուքա 7-րդ օրը։ Դարկ մորացույցներն նայեցնե գիրագի գուքա 7-րդ օրը եւ անու համար մարդիկ տեսար գսե որ բիդ մոլորեցնե։ Ու շատ իրենք որ սուրբիկին հետևինք։ Ուրեմն հրեշտակները հաջող մարդկային գերբարանքով ներկա գլան արթարներու ժողովներուն։ Մենք չենք գիտեր, եթե մենք հավաքված ենք արթար ժողովի հրեշտակները մեզի հետ են։ Անոնք կայացել նաև ամփարիչներու հավաքները, ինչպես կացի Սոթոմ Գոմորը քրի առնել անոնց գործերը եւ բարձելու թե արդյոք չեն անցած Աստծո երկայնմտության սահմանները։ Տերը գսիրե ողորմիլ եւ հանուն մեկ քանիներու որ ովքեր իսկապես կծառայեն անգզսպե աղետները, որովհետեւ բազմությունները հանգիստ շարունակվի։ Աստծո թե մեղաչոները հազիվ թե գիտակցին, որ իրենց կյանքի համար բարձրագային այն փոքրաթիվ հավատարիմ մարդոց, որոնք հաջիկով իրենք կծաղեն գճնշեն։ Այսինքն երբ որ Աբրահամը 1-2 տաս առաջ էր Աբրահամը խնդրեց, որ Սոթոմ Գոմորը չվարվի, եթե այնտեղը 10 հոգի նույնիսկ կլա։ Այդ 10 հոգին համար Աստված պիտի բաճեր։ Երբ որ մենք արդարություն գնենք, Աստված մեզի առիթ կուտա, որովհետեւ մեր զավակները, մեր սիրելիները, մեր ասկականները, թրացիները Աստծո խոսքը լսեն եւ անոնք ապրգվին։ Ուրեմն պատրաստ եմ հարցը այս է, պատրաստ եմ արդյոք հավատարիմ մնալ ցանկացած իրավիճակի մեջ։ Հիմա Հիսուսը ասա որ մի վախնար եւ մի զարուր, ես քեզի հետ եմ մինչեւ աշխարհի վերջը եւ քեզի երջանկության հոգի չեմ տար, այլ ըսկասության հոգի կուտամ։ Տերը դա որ մինչեւ վերջը մենք հավատարիմ մնանք իրեն։ Շնորհակալ եմ ուշադրության համար, մինչեւ հաջորդ հանդիպում։ Տերը օրհնեցես։